Պատևորեն ճնշված ազատական զգացմունքների հորձանքը ժողովրդին ոտքի հանեց ընդդեմ դարավոր բռնության, հազարավոր կամավորականներ ջոկատներ կազմեցին, պաշտպանելու ազգային ոտնահարված պատիվն ու ազատությունը։ Այդ հազարներից էր շարժման առաջին իսկ օրերից կազմավորված Արաբոն։ Հայրն իր վրա վերցրեց 20-րդ դարասկզբին նվիրյալ հայդուկապետ Արաբոյի անունը։ Զգեստավորվեց Դավիթ Բեկյան համազգեստով, ստեղծեց իր դրոշն ու զինանշանը։ Կամավորական ջոկատի անդամներն իրենց վրա մեծ պարտականություն վերցրին, երդվելով Դավիթ Բեկի արյունով, հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը և մինչև վերջին շունչը կռվել Դավիթ Բեկ ավարի, երդվեցին և մինչև վերջ մնացին հավատարիմ այդ երդմանը։ Արաբոն մարտից մարտ համալրվում էր նորագույն հայրենասեր մարտիկներով, բարձրացնում յուրաքանչյուրի մարտական պատրաստականությունը և նախնիների հերոսական ոգով առաջնորդվում դեպի ռազմի դաշտ, դեպի արդար ու երկար սպասված ազատական կռիվ։ Ազատամարտի առաջին իսկ օրերից Արաբոյի անունը հայտնի դարձավ յուրաքանչյուր հայ մարդու, որովհետև ուր էլ գնար, իրանց սխալ ու խիզախ մարտական գործունեությունով ոգևորում, վստահության զգացողություն էր առաջացնում թե ժողովրդի, թե ազատամարտիկների շրջանում, սակայն նրա գործունեությունը մշտապես ուղեկցվեց վտանգներով և զրկանքներով։ Արաբո գումարտակի մարտական ուղին 1989-ից 90 թվականներին Եղեգնաձորի շրջան, Խաչիկ գյուղ, Իջևան 1990 թվական Նոյեմբերյանի շրջան, գյուղ Ոսկեպար 1990-ից 91 թվականներ Խանլարի շրջան, Գետաշեն, Մարտունաշեն 1991 թվական ԼՂՀ Շահումյանի շրջան, Բուզլուղ, Մանաշիտ, Էրքեջ 1992 թվական Ղարադաղլու, Մալիբեյլի, Փարուխ, Խոջալու 1992 թվական Լաչին, Շուշի 1992 թվական Նոյեմբերյանի շրջան, Ոսկեպար 1992 թվական Ղափան, ԼՂՀ, Մարտակերտի շրջան, Կարմիրավան, Լենինավան, Ջրաբերդ, Հասանղայա 1992 թվական Կրասնոսերսկի շրջան, գյուղ Վահան 1992 թվական Լաչինի ինքնապաշտպանություն 1992 թվական Զանգեզուրի շրջանների ինքնապաշտպանություն 1993 թվական Շուռուխ, Դավիթ Բեկ 1994 թվական Օմարի Լեռնանցքի ազատագրում Ջոկատի մի մասը մասնակցել է նաև Շահումյանի շրջանում ծավալված պարտիզանական շարժմանը, եղնիկներ պարտիզանական ջոկատի կազմում